ինձ կանգնացրել է անհիմն, կանգնած տեղը։ Ես այդտեղ ապրանք եմ տվել ընկերոջս, կամերաները ֆիքսել է։ Այո, ընկերս այդտեղ էր, ասեց ապրանք էր ուզել, տարա իրան տվեցի, կամերաներն էլ ֆիքսել է։ Այդ պահին բեռնատար էր իջնում, խցանում եղավ փողոցը, սպասեցի, որ խցանումը ազատվի, որ դուրս գամ։ Դե հնարավոր չէր դուրս գալ։ Խցանումը ազատվելուց հետո մեքենայով բարձրացել եմ դեպի վերև, որ գնամ տուն, ճանապարհը փակ էր, բարեկները փակել էին, մի փոճուր արանք կար, որ մեքենա անցներ։ Ուզում էի անցնել, որ գնայի, կանգնած տեղից կանգնացրել է։ Բարև ձեզ, բա փաստաթղթեր, ասում եմ, ինչի համար, ինչ եմ արել, բա տվեք կասեմ։ Փաստաթղթերը ներկայացրել եմ լրիվ նորմալ։ Նայեց, բա Ռոբերտ ջան, պետք է գնա մեքենան տուգանային պլաշատկա, ասում եմ ինչի համար, բա ձեր մեքենան ռոզիսկի տակ է, ասում եմ ոնց ռոզիսկի տակ է, ես ամեն օր ես մեքենան վարում եմ, բա այս պահին ռոզիսկ է ձեր մեքենայի վրա, գնանք տեղում կբարձաբանենք, ասում եմ ախր այդպես չի լինում, ոնց ես տալում իմ ավտոն, բա ձեր մեքենան տեղ զնում չունի, ասում եմ չունի, Պրոբլեմ չկա, արձանագրեք խախտումը, եթե տեղ զննում չունի, ինձ ճանապարհեք։ Բա չէ, մեքենան պետք է գնա տուգանային հրապարակ ցուցումով։ Հետո ցուցում դառավ։ Լավ ասեցի։ Ու ինձ դնում կողքը մեքենայի, ճանապարհին բարեկը նկարվում է իմ մեքենայով, արագաչափը ֆիքսում, ասում եմ, «Խի նկարվեցիք»։ Բա խնդիր չկա, որ ակտը կգա, մենք այդ ակտի հարցը կլուծենք։ Լավ ասեցի։ Դե չգիտեմ, արագեն ինձ թվում է նկարեց։ Մոնտե Մերկոնյան փողոցի վրա նկարվել է մեքենան, 80 ավել արագությամբ, ես այդպես կարծեցի։ Վերջը եկանք տուգանային հրապարակ, նույն ժամանակահատվածում մեքենա էր, որ բերում էին, որը քարշակով, որը էլի պարեկները, նույն բարձաբանումս այդ մյուս վարորդներն էին տալի, ասում են ինչի համար, բա գնացեք առավոտը գգաք իմանաք, ես որ հասանք տեղ, ասում եմ դե իմ ռոզիսկը ցույց տվեք, իմ մեքենայի ռոզիսկը ցույց տվեք, բա առավոտյան գգաք, ձեր մեքենան կտանեք ժամի 9-ին։ Առավոտյան 9-ին իջնում ենք, ասում եմ մենք հրաման չունենք այնտեղ, որ ձեր մեքենան տանք, գնացեք բարեկային ծառայություն, եկել ենք ստեղ, ոչ մի բան, ասում է, Խուդինյանը դուրս էր գալի այդ պահին, ասեց ժամի կեսօրից հետո գգաք կտանեք։ Մեզ այտենց ասին, ինքը չասեց, ասեց Խուդինյանն, ասել է կեսօրից հետո գգա կտանեք։ Տեսանք որ չէ, էլի անիմաստը գնացինք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնտեղ ներկայացինք խնդիրը ինչումն է, որ անհիմն մեր իրավունքները խախտված, մեր մեքենան, մեր ձեռից տարել են, հասկանում եք, մեր սեփական մեքենան։ Ու ասեց մենք բանավոր, գրավոր հարցում կանենք նախարարին, կպատասխանեն մեկ օրվա ընթացքում։ Միջև օրես դրա պատասխանը չկա, զանգում ենք մարդու իրավունքների գրասենյակ, ասում են չկա։ Զանգել եմ կառավարության թեժգից, կառավարության թեժգիճը դիմում գրեք, դիմումն էլ եմ այսօր գրել ներկայացրել, միջև հիմա գալիս ենք ստե ասում է գրավոր։ Ու ոչ մի բան, ոչ մեկ մեզի բանի տեղ չի դնում, գոյնը իջնի, մեկը ասի հարգելի քաղաքացի ձեր մեքենան կմնա խոսքի 5 օր, կմնա մի օր, կմնա 2 օր, կմնա 15 օր, գոնե մենք գնանք մեր գլխի ճարը տենանք։ Ձեր կարծիքով սա կապ ունի Սամվել Կարապետյանի տան դիմաց իրականացվող ակցիայի կամ աջակցության հետ կա Սամվել Կարապետյանին։ Այդ հավատանեմ իմ մասով, ես ասում եմ թող իմ կամերաները իրանք լավ էլ հնարավորություն ունենային, ես այդ պահին ինչ եմ արել, ինչ ապրանքայի չէի մեքենայից եւ թող ստուգեն, ես ընդամենը այդտեղ գնացել եմ, կանգնել եմ, իմ ապրանքը տվել եմ, ուզեցել եմ գնամ տուն, պրոստը չգիտեմ խի ինձ բերել եմ բլաշատկա, ասում եմ անհիմն պատճառով, ու խաբելով փաստացի, որ իմ մեքենան ռոզիսկ ունի։ Ոչ մի տեղ ձեր չեն ներկայացել, որ հետաքրքիր։ Ասում եմ ցույց տվեք ռոզիսկը, ցույց տվեք, խնդիր չկա, տարեք։ Ցույց տվեք, ասում եմ այնտեղ տեղում, գնացել ենք տեղում էլ, ասում եմ գնա առավոտ 9-ին գգաս, ռոզիսկ չկա, ավտոդ կտանես։ Պատկերացնում եք, առավոտվա 9-ը մինչև հիմա է։ Ու սենց, էլի ոչ մեկ, ասում եմ գոյն է մեկը, այս մարդիկ զզել են արդեն, այս անցագետի, գալիս ենք, ասում եմ մենք տեղեկություն չունենք, գնում ենք գայի պլաշատկեն, ասում եմ ես սպասում եմ հրամանի, գնում ես ընդ ոչ մի կոնկրետ պատասխան չի տալիս, ոչ մեկ, որ ասեն գիտեք ինչ կա, սենց ալնելու կամ սենց ալնելու, ոչ մի պատասխան չկա։
Ախր չեն բանանը, որ մենք այդ մեքենայով ապրում ենք։ Մեր տան հոգսերը այդ մեքենան է հոգում։ Մենք չունենք իրանց նման 20 հատ ավտո, պատավատներ եւ այլ, որ ասենք դրա մի հատ տարել են M1-ով մեր հարցը կլուծենք։ Ես ինչքան տաքսու փող տամ տրանսպորտի կամ իմ երեխուն ինչքան տաքսով ճանապարհեմ այս կողմ այն կողմ։ Ախր այդպես չի նում էլի, ասում եմ մենք իրանց նման չունենք տասնյակ մեքենաներ, պատավատներ։ Մենք այդ մի հատ ունենք քրտինքով աշխատած առած ավտոյա, որով մենք մեր ընտանիքն ենք բաղում, մեր կարիքներն ենք հոգում այդ մեքենայով։ Այդ էլ որ վեկալել են վերել են անիմեն բայլեն, բա մենք ինչ անենք։ Խնդիր չկա, թող իրենց մեքենաներից մի հատը տրամադրեն, ուսումա տարիներով թող պահեն, պրոբլեմ չկա։ Թող իրենց պատավատներից, իրենց անձնական մեքենաներից, ասեն Ռոբերտ ջան, եկալ գնա քո տան հարցերը, կարիքները լուծի, պրոբլեմ չկա, ավելի լավ, թող մեքենան կանգնի ինձ ամիսներով, չի փչանա։ Այսքանը ինչ ասեմ, չգիտեմ, էլ ասում եմ տեղ չի մնացել, որ չեն գնացել։ Մարդու իրավունքներից, կառավարությունից, տեղից արդեն հոգնել ենք։ Դաշուց մենք գնենք մի պահ մապի գրասենյակ եթանք, ուր եթանք, չգիտեմ, որ դեսպանատուն եթանք։ Ոչ մի օրինական երկրում սեզվան չկա, էլի, որ մեքենան մարդուն իջացնեն, ասեն ռոզիսկա, խափեն, ախր այսօր ոստիկանը մեր երկրի պատիվն է։ Եթե ոստիկանը խափում է, ասում է քաղաքացին կայանում է մեքենան, բայց կարող է իր կայանած մեքենայի տերը չլինել։ Ախր իմը կայանած չի եղել։ Իմը ընթացքի մեջ տուն գնալու ճանապարհին է եղել։ Հա, եթե ես կանգնած լինեի արգելված գոտիում, ինչ որ մի խախտում արածնեի եւ այլ, կասեի լավ, դե խնդիր չկա, կարգ եմ խանգարել, մեքենաս տարել են Տուգանային հրապարակ։ Ընթացքի ժամանակ կանգնեցրել են, դոկումենտներս նորմալ, պրավես տեղում, ազնագիրը մեքենայի մոտս, ասել են ռոզիսկա ավտոյիդ վրա, վсё, ռոզիստ չկա, մինչև առեսօր չկա։ Ասում եմ, մեր ոստիկանը, մեր երկրի ոստիկանը պետք է պայքարի այդ խաբեբայության դեմ, պայքարի անօրինականությունների դեմ, իսկ մեր ոստիկանները դուրս է գալիս են, որ ակնհայտից խաբել են, իմ մեքենան ռոզիս չկա, ասել են ռոզիս կա ու բերել են Տուգանային պլաշատկա։